Փառք բարապանություն երկրպագություն գվայել է մեր Սուրբ Աստծոյին, որ մեզ հավաքեցոս, որբեսի բաշտենք անոր ներգայությունը, անոր զորությանը, փառք հավիդյանը Սավիդենից։ Այժմ դերոջը խոսքին ընթերցման դեղը վիդելա Եզեկիելի 28-րդ գլուխ։ Եզեկիելի 28-րդ գլուխ 11-րդ համար։ Այս հատվածը Դյուրոս թագավորի խոսքի, որ Աստված կուզե ներկայացնել Դյուրոս թագավորը Եզեկիել մարգարեին, եւ պիտի տեսնենք թե ինչ պատկերացում ունի Դյուրոս թագավորը Աստծո թագավորության հետ։ Դերոջը խոսքի ինձ եղավ ասելով, որտի մարդո Դյուրոսի թագավորին վրայով ողբա ու անոր ասե, դեր Եհովա այսպես կսե։ Խոսողը դեր Եհովան է, այսինքն մեր Աստվածն է, մեր դերն է, մեր փրկիչն է։ Տուն որ գադարելության գնիկն ես, իմաստությամբ լեցված ու գեղեցկության մեջ կատարյալ ես, տուն Աստծո տրախտին եթեմի մեջ էիր։ Կուծածկոցդ ամենեն բատբական կարերեն էին Սարտյոն, Դբաղյոն, Ատամանտ, ոսկեկար, եղեգնակար, հասպիս, շապյուղա, գարգեհան, զմրուխտ ու ոսկի։ Քու տմպուկներուտ ու սրինքներուտ կորձը քու ստեղծման օրդ քեզի պատրաստվեցավ։ Տուն դարածված ու ծածկող կերոպեմն էիր ու ես քեզ տրի, տուն Աստուծո սուրբ լերանը վրա էիր, տուն հրեղեն քարերուն մեջտեղները գշրջեիր։ Տուն ջամպաներուտ մեջ կատարյալ էիր, քու ստեղծված օրետ մինչև այն օրը, երբ քու վրատ անօրենություն գտնվեցավ։ Մի քանի վայրկյան խոսենք եւ վերլուծենք առնչությամբ Աստծո խոսքը, որ եղավ Եզեկիել մարգարեին։ Ով է այս փոխապերական ըսված թագավորը Դյուրոս։ Աստված կպատկերացնե Դյուրոս թագավորը իբրև իր ստեղծած այն գեղեցիկ հրեշտակը, որ գադարոլության գնիկն էր, իմաստությամբ լեցված, գեղեցկության մեջ կատարյալ էր, տուն Աստծո տրախտին եթեմի մեջ էիր։ Եթեմի մեջ մենք գիտենք թե Ադամ եւ Եվան կային, բայց Աստված գսե մեզի թե եթեմի մեջ ուրիշ անձնավորություն մնալ գոյություն ուներ, որ գեղեցիկ էր, գեղեցիկ գադարյալ էր, իմաստուն էր, գեղեցկությամբ լեցուն էր։ Եվ Աստծո տրախտին եթեմի մեջն էիր։ Եթեմի մեջն էիր, երբ որ գսե, պիտի գարտանք ծննդոց եւ գիտնանք, որ ուր էր աս եթեմը։ Եվ ծննդոց երկրորդ գլխուն 8-րդ համարը հետևյալը գսե. նայեցեք, որ այս Դյուրոսի թագավորը, որ փոխապերական իմաստով հրեշտակի ներկայացությունը կներկայացնե, հետևյալը գսե. Երբ եթեմի բարդեզի մեջ գսե, հետևյալ գսե 8-րդ համարը ծննդոց երկրորդ գլխուն, եւ դեր Աստված արևելյան գոմը եթեմի մեջ բարդեզ մտնեց ու իր շինացմարտը հոն տրավ։ Եվ դեր Աստված կետնեն դեսանելու հաջելի ու դելու աղեք ամեն ծառ ու բարդեզի մեջտեղը գենած ծառը եւ բարի ու չար գիտնալու ծառն ափուսծուց։ Ուրեմն հոս կդեսնենք թե այս եթեմի բարդեզի մեջ, որ Աստված արևելյան եթեմի մեջ բարդեզ դնգեց, նաեւ այս բարդեզի մեջ գոյություն ունի գադարյալ իմաստությամբ լեցված գեղեցկության մեջ կատարյալ անձնավորությունը, թե Աստծո տրախտին եթեմի մեջ էր։ Եզեկիելի 28-րդ գլուխ 10-րդ համար։ Քու ծածկոցդ ամեն բատբական քարերեն էին Սարտյոն, ուրեմն հոս կտեսնենք թե որ չափ գեղեցիկ բատբական քարերով ծածկոց ուներ այս
ստեղծագործված հրեշտակը եւ Աստված կհամրե անոր վրա եղած քարերուն քույները սարտյոն, դբաղվյոն, ատամանտ, ոսկեկար, եղեկնակար, հասպիս, շապյուղա, գարգեհան, զմրուխտ, ոսկի Ատես վերջ կհացնի Աստված ցույց կտա որ քու թմփուկներուդ ու սրինքներուդ կորձը քու ստեղծման օրդ քեզի պատրաստվեցավ Աստված երբ որ ստեղծեց այս գեղեցիկ հրեշտակը անոր պատասխանատվություն դրվեցավ այս բոլոր նվակարաններուն վրան որովհետև Աստված այդ հրեշտակը չստեղծած արդեն այս նվակարանները ստեղծած էր որպես իրեն դա Եվ դեր Աստված կբացատրե թե ինչ կորձ ուներ, ինչ տեսակ պաշտոն ուներ այս գեղեցիկ հրեշտակը Տուն դարածված ու ծածկող կերովպե մնեիր ու ես քեզ տրի Տուն Աստծո սուրբ լերանը վրա էիր Տուն հրեղեն քարերուն մեջտեղները գշրջեիր Խոսքը ցսնե Աստծո հրաշապար երկնքի տակավորության մեջ նաև կամ Ետեմի բարդեզի մեջ որ ինչ տեսակ գեղեցիկ տեղեր կար Եվ այս հրեշտակը անոնց մեջ կգաբդեր Եվ 15-րդ համարը գսե Տուն ջամփաներուդ մեջ կադարյալ էիր Տուն կադարյալ էիր Քու ստեղծված օրդ մինչև այն օրը երբ քու վրա անօրենություն գտնվեցավ Այս հրեշտակին վրա անօրենությունը գտնվեցավ Եվ այս անօրենությունը իրեն Գեղեցկությունը, իրեն իմաստությունը բոլորովին փոխեց եւ գշարունակե դերը եւ կբացատրե թե ինչ եղավ այս հրեշտակին։ Քու արուդուրի չադությանը մեջ բռնությամբ լեցվեցար ու մեղ կործեցիր։ Մեղ կործեց այս հրեշտակը։ Ես ալ քեզ Աստծո լեռնեն իբրև բիղձվար նետեցի եւ քեզ ով ծածկող կերովպե հրեղեն քարերուն մեջ եմ փնաչին ճրի։ Քեզ վրընդեցի եւ քեզ հրեղեն գարկերում մեջ եմ փնաչին ճրի, այսինքն անգամն ալ հոնչես կնար որ կողել։ Որտեւ քու քեղեցկության համար սիրտը թվարդացավ, քու վայելչությանդ պատճառով քու իմաստությունդ աբագանեցիր, ես ալ քեդին նետեցի քեզ թակավորներուն արչև տրի, աստարարության համար, քու խարտախ վաճառականությունովդ եւ անօրենություններովդ քու սրբություններդ բղձեցիր Ես ալ քու մեջ այդ գրակ հանեցի, անիգա քեզ գերավ ու բոլոր քեզ դեսնողներուն աչքին արջև, քեզ կեդնի վրա մոխիրերի։ Ասկերուն մեջ ամեն քեզ ճանցոնները դժկունեցան, թուն սոսկալի պատճառ եղար, սոսկումի պատճառ եղար ու հավիդյան ոչնչացար։ Երգինք եւ երգիրը ստեղծող մեր հայրը։ Այս քու ծրագիրդ որ մեզի կպատկերացնես, թե ինչպես ստեղծագործության ադեն ստեղծեցիր հրեշտակներ, կերովպե, որ քու քեղեցկությունովդ կպատկերացնես անոր հագուստը եւ ներկայացումը եւ ապա անոր անօրենությունը, որ չհնազանդեցավ քեզի, հբարդացավ եւ ինքզինքը ասոդեղ տրավ, բայց տուն անոր մեջը գրակ հանեցիր ու զանիգան մոխիրի վերածեցիր, Իրեն հետ վաճառականությունները սարսափեցան, երբ տեսան այս մեկը։ Հայր ողորմե մեզի, լուսավորե այս խորհուրդը, քո անվան պատկին համար խնդրեցի, ամեն։ Հիմա պիտի գարտամ այս հատվածը Եզեկիելի 28-րդ գլխուն 11-ին մինչև 19-րդ համարը Գսկսի ստեղծագործութենեն, Ետեմի բարդեզեն եւ ծածկող կերոպեն, որ Աստված կստեղծե եւ զայն կվերջացնե 18-րդ համարով քու խարտակ վաճառականությունովդ եւ անօրենություններովդ քու սրբություններդ բղձեցիր Ես ալ քու մեջդ գրակ հանեցի, անիգա քեզ գերավ ու բոլոր քեզ դեսնողներուն արջև քեզ կեդին վրա մոխիր ըրի։
ասկերուն մեջ ամեն կեզ ջանցողները դժկունեցան, թուն սոսկումի բաճար եղար ու հավիդյան ոչնչացար։ Աստված կխոսի սկիզբեն ստեղծագործութենեն կերովպեին և գահաստի մինչև թժողքի վերջավորության, որ մոխիր գտարցնե։ Այս միջոցին մարդիկ ինչ տեսակ մարդիկ պիտելան և այս կերովպեն ինչպես մարդոց մտքերը գխանկարե և այնպեսի վիճակի մեջ կտնե մարդոց, որ մարդիկ կույրորեն իրենց կյանքի ընթացքին հետևյալները կունենան, որ գարցանակր առաջին Դիմոթեոս 3-րդ գլուխ։ Գիտիր թե վերջին օրերը չարժամակներ պիտի կան, բասնզի մարդիկ պիտի անցնասեր, ինչպես որ եղավ կերովպեն, արձատասեր, անպարտավան, հբարդ, հայհոյիչ, ծնողներու անհնազանդ, աբերախտ, անսուրբ, անկութ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, թաժանապարո, փարինչի սիրող, մատնիչ, հանտուկն, կորոզ, ավելի հեշտացեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածբաշխության գերբարանք ունին, բայց անոր զորություն ուրացած են եւ տուն անոնցմի մեգուն մեկտի գեցիր, բասնզի ասոնցմե ոմանք դուներեն ներս կմտնեն ու քերի գնեն մեղքով բեռնավորված դգարամիտ գիները կան զանազան ցանկությունները վարված։ Հոսքը տեսնենք այս կերովպեի ստեղծագործությունեն վերջ անիգա ունեցավ ինչ որ հոս մարդիկ այսօր կունենան։ Ուրեմն այս մարդոց սրտին մեջ ինչ որ գոյություն ունի, այդ կերովպեին անձնասիրութենն սկսյալ, արձատասիրութենն սկսյալ, անպարտավութենն, անոր հբարդութենն կժարանքի այն մարդիկ, այս մարդիկը, որոնք Քրիստոսի չեն հետևիր։ Եվ ասոնց վախճանը բիդի գարտանք հայտնություն Հովաննու 18-րդ գլխուն առաջին համարեն։ Ասկե ետքը ուրիշ շեշտակը տեսավ, որ երկինքեն գիչներ և մեծ իշխանություն ուներ ու երգիր անոր պարքով լուսավորվեցավ։ Ան զորավոր ցանով ահագեց ըսելով. Ինգավ մեծ Փափելոնը և թևերու բնակարան եղավ ու բոլոր բիղծ ոգիներու արգելանոց և բոլոր բիղծ ու ադելի թրջուններու վանտակ։ Վասնզի անոր գադաղի բորնոգությանը քինիեն խմեցին բոլոր ասկերը ու երկրին թակավորները, անոր հետ բորնգեցան ու երկրին վաճառականները անոր չափազանց զեխութենեն հարստացան։ Ու երկինքեն ուրիշցան մլսեցի, որ գսեր, ելեք ադոր մեջ են իմ ժողովուրդս, որբեսի ադոր մեղքերուն հաղոր չլակ ու ադոր հարվածներեն բաժին չունենակ։ Հոս Աստված մեզի լուր մունի դալիք։ Հայտնություն Հովաննու 18-րդ գլուխ 4-րդ համարը։ Ու երկինքեն ուրիշցան մլսեցի, որ գսեր Հովաննես գխոսի, ելեք ադոր մեջ են իմ ժողովուրդս, որբեսի ադոր մեղքերուն հաղորդագից չլակ։ Մեղքերու հաղորդագից ըլլալու խորհուրդը թող Աստված մեզմի ամենմեգուն իր իմաստությունովը ներկայացնե և ցույց տա։ Մենք չենք կրնար դերոջը տրված օրենքին մեղքերուն հակառակ որևէ մեկ ձևով անոր շաքարը կոծենք վրան և ասենք, որ ասիգա մեղք չէ։ Ասկա բզդիկ մեղք մնե, բզդիկ սուտ մնե, բզդիկ կեղծավորություն մնե, բզդիկ հբարդություն մնե, բզդիկ անձնասիրություն մնե, ասոնք երբեք կսե դերոջ հրեշտակը Հովաննեսին, ծեր մեջ երբեք ասոնք գոյություն պետք չէ ունենան, անոր համար կսե ելեք ադոր մեջ են, այսինքն ելեք այն խորհուրդներեն դուրս, որ երկնային թագավորության հակառակ է։ Երկնային թագավորության հետ չես կրնար գես արգես ըլլալ։ Ես այսօր բարի անձնավորություն մնեմ, բայց վաղ գրնամ չար ըլլալ, վնաս չունի քիչ մճարը, վնաս չունի քիչ մսուդը, վնաս չունի քիչ մկողությունը, այդպես գոյություն չունի երկնային թագավորության մեջ մտնելու համար։ Աստված գուզե լման սուրբ կյանք մաբրիս այս աշխարհի վրա իր սուրբ ոգին զորությունով, որ Հիսուս Քրիստոս պիտի դա մեզ մեկուն։ Անոր համար գսե
4-րդ համարը Երկինքեն ցան մլեցեց Հովաննես եւ գսե Հովաննես որ գսեր ելեք ադոր մեջեն իմ ժողովուրդս որբեսի անոր մեղքերոն հաղորդագիտ չլակ անոր հարվածներեն բաժին չունենակ անոր հետ հաղորդություն մի ունենակ այսինքն հաղորդությունը սելով հաղորդակցություն մի ունենակ մեղքին հետ որբեսի անոր դրվելիք բաժին չունենակ այնպեսի հստակ խոսք մնե ուրեմն մենք երբեք բաժին պետք չունենանք այս աշխարհի այն համարներուն մեջ որ արցանակրվեցավ քիչ առաջ եւ խոսեցա քիչ առաջվա գարտացված համարը որ ուրեր գսե որ մարդիկ բիդլան անցնասեր եւ արձատասեր եւ պրայցիսեր ուրեմն հերու պիտի գնաք արձատասիրութենե անձնաբաշխութենե քողութենե վերջգարտան անոր համար հետ առակյալը գսե հերու գեցիր անոնց հետ հաղորդակցություն չունենաս որ անոնց հարվածներեն բաժին չունենաս վասնզի ադոր մեղքերը մինչև երկինք ասան ու Աստված անոր անիրավությունները հիշեց Որուն մեղքերը մինչև երկինք ասան, վասնզի ադոր մեղքերը մինչև երկինք ասան ու Աստված ադոր անիրավությունները հիշեց։ Անոնք որոնք մեղ կործեցին, սկսյալ ատքերով պեեն, որ Աստված դեսավ անոր մեղքը մինչև երկինք ելավ անոր սրդին մեջ են, որ թադաբարդեց Աստծո և զինքը Աստվածի դեղ տրավ։ Եվ 6-րդ համարը հայտնություն Հովաննու 18-րդ գլխուն հադուցանեցեք ադոր ինչպես ինք հադուցանեց իր կորձերուն համեմատ գրտնաբադիկ փոխարենեցեք ադոր այն քավաթը որ ինք լեցուց գրտնաբադիկ լեցուցեք իրեն որ չափոր փարավորեց զինք եւ զեղությամբ ապրեցավ այն չափալ դանչանք եւ սուկ հադուցանեցեք անոր բազնզի իր սրդի մեջ կսե ես թակուհի եմ որ պևարի չեմ ու փնավ սուկ պիտի չդեսնեմ Մեծ խոսք եւ Աստված անոր գսե ադոր երկու անգամ հադուցանեցեք անոր եւ 8-րդ համարը գսե անոր համար մեկ օրվան մեջ պիտի կա ադոր հարվածները մահ ու սուկ եւ սով ու գրագով պիտի այրի վասնզի հզոր է դեր Աստված որ զանիգա տադեց թադավարություն մգա Երկնային տադավարություն մգա, ոչ թե ժամանակավոր մարդու կողման է։ Երկնային տադավարությունը երկնային օրենքով գլա, ոչ թե որ աշխարհային օրենքով։ Երկնային տադավարությունը արտար տադավարություն մնե։ Անոր համար երբ որ Աստված գտադաբարդե, անոր մեղքն է որ իրեն գտադաբարդե, Եվանիկա Երևան պիտի հանե իրեն։ Անոր համար մեկ օրվան մեջ պիտի կա անոր հարվածները մահ ու սուկ եւ սով ու գրագով պիտի այրե վասնզի հզոր է դեր Աստված որ զանիգա տադեց Շարունակեմ ու երկրի թագավորները որ ադոր հետ բորնուգացան ու հեշտացան պիտի լան ու գոցեն ադոր վրա երբ ադոր հրգիզումին ձուխը դեսնեն անոր դանչանքին վախեն հերուն պիտի գայնին ու ասեն վայ քեզի մեծ պապելոն քաղաք Հզոր քաղաք, որ մեկ ժամու մեջ եկավ քու Տադաստանը։ Այս Տադաստանեն հերու գնալու համար պետք է ընդունիս Հիսուս Քրիստոսը։ Հագիրջ գերբով Հիսուս Քրիստոսի մասին պիտի գարտամ մի քանի վայրկյան։ Ավետարան ըստ Մատթեոսի 9-րդ գլխուն առաջին համարեն Նավը մտնելով Անտիգոմա անցավ ու կնաց իր քաղաքը իրեն անդամալույզը պերին, որ մահեջի մեջ բարգած էր, Հիսուս անոնց հավատքը տեսնելով վսավ անդամալույզին, քաչալերբե որդյակ, քու մեղքերդ քեզի ներված են, Տիբիրներն ոմանք իրենց մտքին մեջ ասին, ադիգա հայոյություն գնե, Հիսուս անոնց խորհուրդները իմանալով վսավ, ինչու սրդարունդ մեջ չար բաներ գխորիկ, որ ավելի թյուրն է քու մեղքերդ ներված են ասելը, թե ելի ռուկալ է ասելը,
Բայց որբեսի գիտնան թե որդին մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերու թողություն տալու, այն ադեն անդամալուձին սավ ելիր մահեջդ ար ու դունդ կնա, անիգա ելավ իր լուն կնաց, ներկաները երտեսան զարմացան ու պարավորեցին Աստված, որ մարդոց այնպեսի իշխանություն դվեր է։ Հիսուս ներկայացուց ինձինք այս աշխարհի վրա իբր Աստծո որդի։ Ծնունդը կմոտենա, Աստծո որդին պիտի ծնի, մսուրի մեջ պիտի ծնի։ Աստծո որդի երբ որ գսես ով է Աստծո որդի, եթե անոր մեկ մասը չէ։ Աստծո որդի երբ որ գոչես անիգա Աստծո մեկ մասն է։ Ուրեմն Աստված քալեց այս աշխարհի վրա, իբր Աստված նաև Հիսուս քալեց այս աշխարհի վրա իբր մարդ։ Աստված Հիսուսով Աստված կոչվեցավ այս աշխարհի վրա, որովհետև անիգա հրաշքներ կործեց։ Անդամալուձը պերին իրեն, մայջին վրա բարգած, Հիսուս անոնց հավատ կդեսնելով վսավ անդամալուձին, կաչալերվե, որտյակ ու մեղքերդ կեզի ներված են։ Աստվածության հզոր պատկերը ներկայացուց պատկամը այս անդամալուձին ասելով կու մեղքերդ կեզի ներված են, ասկուն մեղքերդ կեզի ներված են խորհուրդը կպատկերեցնե Հիսուսի աստվածությունը այս աշխարհի վրա կալազադեն։ Աշխարհի վրա ովևէ մեկ ուրիշ ղեկավար, ովևէ մեկ գրոնք, եւ ովևէ մեկ գրոնքի առաջնորդ, ովևէ մեկ հրաշք չգրցավ անել իր գրոնքի մեջ։ Գուզեն միլիոնով հետևորդ ունենան, գուզեն չունենան։ Կտեսնենք շրջապատները, թե ինչեր կխոսվի հեռացույցերու վրա։ Մարդիկ ուզեն բայկարել իրենց կղերականին մասին, որ լավ անձնավորություններ, բայց մեկ հատ բժիշկություն չէր այդ կղերականը առաջնորդին, մեկ հատ հիվանդը չէ բուժած, մեկ հատ մերածը չէ գրծած ողջունցնել, եւ մարդիկ մտիկ կնենան օր եւ զարմանալի օրեն ժամեր կդրամատրեն։ Հիսուս մեր Աստվածն է այս աշխարհի վրա կալեց։ Հիսուս մեր փրկիչ Աստվածն է այս աշխարհի վրա կալեց, որ քավություն տվավ մեղքին անդամալուձին բարգազադեն։ Որ աշխարհի վրա ովևէ մեկ դղերական, ովևէ մեկ անձնավորություն աշխարհի վրա չի գցավ, ովևէ մեկուն մեղքերու թողություն տալով խոսեցավ։ Միայն Հիսուս կրծավ անել, որով ադիգա Աստծո որդի էր։ Աստված էր կալեց այս աշխարհի վրա եւ նաեւ ասավ. Մարդիկ որ անդեղ թբիրները որ իրար անցան, ինչպես կրնա մեղքերու թողություն տալսելով, ինչպես որ այն ադեն այսօր մարդիկան իրենցպես։ Ադիգա հայություն գնե, ինչ այդպես ասին, ադիգա հայություն գնե, քանի որ ադիգա Աստված է որ միան մեղքերու թողություն կտա։ Եվ այսօր գուր առաջնորդներ ժողովուրդը կխապեն, թե Հիսուս Աստված չէ։ Հիսուս անոնց խորհուրդները իմանալով ասավ, ինչու սրտանուտ մեջ չարփաներ գխորիկ, որ ավելի թյուրն է ու մեղքերդ ներված են ասելը, թե ելիր քալե ասելը։ Բայց որբեսի գիտնակ թե որդին մարդո իշխանություն ունի երկրի վրա մեղքերու թողություն տալու, ով որդին մարդո, ով է որդին մարդո, Աստծո որդին է։ Եվ անդամելուձին դառնալով ասավ ելիր մահեջը դարոդունդ կնա, անիգա ելավ իր դունը կնաց ներկաները երտեսան զարմացան ու փառավորեցին Աստված, որ մարդոց միջոցով իշխանություն դվերեր։ Հիսուս քեզի պես եւ ինձի պես քալեց իր աշխարհին վրան։ Իր աշխարհին վրան, որ ինքը ստեղծեց։ Իր աշխարհին վրան, որ գործնե ամեն օր, մեզի կշնորհե կյանք այս աշխարհի վրա։ Հավատացողին կշնորհե, չհավատացողին օրեն կշնորհե, որպեսզի անոնց աչքերը բացվին եւ ճանչնան թե ով է Հիսուս Քրիստոս եւ ով է այս ղեկավարը, որ դիեզերքը կղեկավարե։ Հիսուս խաչապայտին վրա կամեցին։ Հիսուսի արյունը խաչապայտին վրայեն մինչև կետնին կնաց, հողին կնաց անոր արյունը։ Այսօր բادرազներ գլան, քաղաքներ գդաբալին, զինվորներ գմերնին, եւ ան որ գբادرազմի եւ արյուն գթափե զինվորներով, կուզե այդ արյուն թափած մասերը ինքը կրավել եւ իրեն սեփականացնել, որովհետև արյուն տապեց իր զինվորները քաղաքը առնելու համար։ Անոնք հարյուներով արյուն տապեցին, որ քաղաք մկրավեն եւ արյուն տապեցին, ուրեմն այդ քաղաքեն պիտի չի հրատարնան դուրս, որովհետև արյուն տապեցին իրենց եղավ։ Հարցը հոս է սիրելի եղբայր,
Սիրելի քույր, մի մոռնար։ Հիսուսի արյունը, Սուրբ արյունը տապեցավ այս աշխարհի վրա, այն հողամասին վրան, որ այլևս գնքեց իր արյունով, որ աշխարհը իրեն կպատկանի եւ ոչ թե ուրիշի։ Այս է խորհուրդը, երբ որ անոր արյունը տապեցավ քետնին։ Անիգա այդ բոլոր այս աշխարհը, որ ինքը ստեղծած էր իր արյունով, արդեն իրեն կպատկանի աշխարհի վրա, ուրիշ ոք մեկը չի գտնարսել, որ իրեն կպատկանի այս աշխարհը։ Երտնային թագավորության Հիսուս Քրիստոս, որ ծնավ այս աշխարհ եւ մեռավ այս աշխարհի վրա, ու խաչին վրա թափեց իր արյունը այս աշխարհի վրա, գնքեց, որ այս աշխարհը ինքը ստեղծած է եւ այս աշխարհը իրեն կպատկանի իր արյունով, եւ անոնք, որոնք հավատան իրեն արյան, որ խաչին վրա տապեց իրենց մեղքերը թողության համար, անոնք ալ կդառնան երտնային թագավորության ժառանգորդը։ Ուրիշ դիգին մնալ գար, որ իր զավակը բերած էր, բադանին մեռած էր, եւ գթաղեին եւ թաղումի գտանեին, ժողովուրդը այդ մանուկին տակաղին դեպեն գերտային։ Հիսուս երտեսավ, որ մայրը գուլա, եւ այդ բադանին, որ մեռած է, գեցուց, բոլոր ժողովուրդը գեցուց, եւ տակաղը վայրուչեցնել դվավ եւ սավ բադանին ելից Ումորը ծերկենար պրնե և կնա։ Հիսուս մերելը, որ գկալեին թաղելու, խղջաց իրեն մորը և սավ ես նոր են գրնամ դալ այս բադանին իր մորը։ Արդյոք կրնաս երևագայել այս աշխարհի վրա ոյ մեկ գղարական, ոյ մեկ առաջնորդ, ոյ մեկ գրոնքի առաջնորդ կրծավ մերել մողջնցնել և իր ձողը ձնողքի վրա տարցնել։ Գույրեր Ձեր աչքերը բացեք, որ տեսնեք երկինք եւ երկիրը ստեղծող Աստվածը, որ մեզ գողոքա ամեն օր։ Պիտի գարտամ Մատթեոս ավետարանին 20-րդ գլխուն 17-րդ համարը։ Ու երբ Հիսուս Երուսաղեմ գելներ ճամփան 12 աշակերտներն հետ արավ առանցին ուսաբանոնց։ Ահա Երուսաղեմ գելենք եւ որդին մարդու պիտի մատնվի քահանայապետներուն ու տբիրներուն ու զանիգապ մահվան պիտի թադաբարդեն։ Հետանոցներուն պիտի մատնեն ծաղրվելու, ձեզվելու եւ խաչանվելու, բայց երրորդ օրը հարություն պիտի առնե։ Այս բոլոր նեղությունները պիտի լան Հիսուսի վրա, Հիսուս կսե, բայց երրորդ օրը հարություն պիտի առնե։ Եթե Աստված, եթե Հիսուս Աստծո չի պատկաներ եւ եթե Հիսուս Աստված չէ, ինչպես կրնա մարգարյանալ եւ ասել, որ երրորդ օրը հարություն պիտի առնե, խաչապայտին վրա մեռնել են վերջը։ Եվ Հիսուս ծնավ, մեծավ, թաղվեցավ եւ երրորդ օր հարություն արավ։ Փագելու համար։ Ուզեմ որ այդ համարը գտնել, որ դերտը վերցուցին էջտեղեն։ Եբրայեցիս 13-րդ գլուխով պիտի փագեմ։ Ուստի մենք որ այս չափ վգանորու բազմությամբ շրջապատված ենք, ամեն զանրություն մեր վրա են մեկտի սկենք և մեզ թյուրավ բաշարող մեղքը, համբերությունով վազենք մեր առջև թրված ասպարեզի ընթացքը։ Հիսուսին նայենք մեր հավատքին, առաջնորդին ու գադարողին։ Որոն նայենք? Հիսուսին նայենք մեր հավատքին, մեր առաջնորդին ու մեր գադարողին, որ իր առջև գեցած
ուրախության համար խաչ անցնարավ, ամոտար համարեց, ու Աստծո աթորին աչքոմը նստավ։ Դեր օրտնեց ծեր բոլորը սիրելիներ, եւ մենք կվաշտենք Աստծո աթորին աչքոմը նստող այն Քրիստոսը, որ մեզի համար մերավ։ Թողած պատկամը լուսավորե մեր սրտերը եւ մեր հոգիները դեպի Աստված, փառավորեն, երգրբակենք զինքը, շնորհակալության հոգիով եւ խնդրենք իր մե, որ Տերը մեզ իր Սուրբ Հոգիով առաջնորդի այս աշխարհի խավար աշխարհի մեջ, որ իրեն գվատկանի, որբեսի երկնային թակավորության մեջ անցնե մեզ իր խոստումին համաձայն։ Դեր օրտնեցես եւ բայեցես, ու դեր իր սուրբ երեսը բայզարացնե մեր բոլորին ու ողորմի մեզի, եւ այժմ մինչեւ հաջորդ հանդիպում։